Շնորհավորում եմ մեր բոլորի երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Այսօր ուզում եմ խոսել մի կարևոր թեմայի շուրջ եւ կարդալ Սաղմոսից մի քանի համարներ։ Սաղմոս 139, 13-ից 16 խոսքերը. Որովհետև դու ստեղծեցիր իմ երիկամունքները եւ հյուսեցիր ինձ իմ մոր որովայնում։ Գոհանում եմ քեզանից, որովհետև ահավոր եւ զարմանալի կերպով ստեղծվեցա։ Զարմանալի են քո գործերը եւ իմ անձը լավ է հասկացել։ Իմ ոսկորները չծածկվեցին քեզանից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը եւ ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում։ Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, եւ քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար։ Այս հատվածը խոսում է Աստծո ճշմարտության մասին։ Այսպիսով, այս համարների գլխավոր պատգամներն են. Աստված է կյանք տվողը։ Աստված ճանաչում է մարդուն դեռ չծնված։ Մարդու կյանքը մեծ արժեք է Աստծո առաջ։ Աստված նախապես գիտի մարդու կյանքի ընթացքը։ Մարդու գոյության ոչ մի փուլում նա դուրս չէ Աստծո տեսադաշտից։ Մի մերժիր կյանքը։ Մենք ազատ ենք ընտրելու մեր ապագան, լավը եւ վատը, ինչ կյանքով ապրել, ինչպես ապրել, երբ երեխա ունենալ, բայց մենք իրավունք չունենք ձեռք բարձրացնել այն կյանքի գոյության վրա, որը թեկուզ եւ առանց մեր պլանավորելու սկիզբ է առել։ Երեխան մեր մեջ Աստծո պարգևն ու նվերն է։ Մեզանից կախված չէ, թե ինչ նվեր մեզ կբերեն։ Այո, դու կարող ես մերժել այն, ընդհատել կյանքը, այդ կերպ անցնելով մեկ ուրիշի, անպաշտպան մեկի իրավունքների սահմանը, քո անձնասիրությամբ։ Ոտնահարում ենք եւ այս կերպ մերժում պարգև տվողին, Աստծուն, իսկ հետո բողոքում, թե ինչու այսպես եղավ, ինչու չեմ հաջողվում, միթե Աստված չի տեսնում, կամ ինչու ես։ Մերժելով քո մեջ գոյությունը, մերժում ես Աստծուն, մերժելով Աստծուն, մերժում ես այն բոլոր օրհնությունները, հաջողությունը, երջանկությունը, առողջությունը, որոնց համար գուցե աղոթել ես ու սպասում ես։ Այն քեզ մատուցվել է, այո, գուցե երրորդ, չորրորդ անգամ, կամ իքական սեռի տեսքով, բայց այն դու մերժեցիր կյանքը, քո մեջ կանչելով մահը, ստրեսը եւ կորցնելու վախը։ Եթե դու անցել ես այս ճանապարհով, Աստված քո համար ողորմություն եւ ներում ունի։ Արի նրա առաջ, ներում խնդրելով, բայց որոշիր այլևս ձեռք չբարձրացնել ու չմերժել Աստծո պարգևը, այն կլինի քո մեջ, թե մեկ ուրիշի, ով անցնում է ընտրություն կատարելու դժվարին ճանապարհով։ Աստված օրհնի եւ լուսավորի մեր միտքը, որպեսզի ճանաչենք ճշմարտությունը եւ չմերժենք կյանքը։ Աստված օրհնի բոլորիդ։ Ամեն։